Կարծում եմ շատ դժվար սիտուացիայի մեջ եմ, քանի որ ռևից հետո շատ դժվար է ինչ-որ մի բան խոսալ, որ հետաքրքրի բոլորիդ, բայց կփորձեմ ամենայն դեպս պատմեմ մի քիչ Firebird-ի մասին, մի քիչ պատմեմ, թե մենք ոնց ենք տեսնում այն ինչ որ Ռևը ներկայացրեց մեր աչքերով, արդեն երբ որ խոսում ենք հաճախորդների հետ գլոբալ աշխարհում, եւ ինչա փոխվել այս վերջի 2 տարվա մեջ ու ինչ արագությամբ, որպեսզի մի հատ եւս մեկ անգամ բոլորս պատկերացնենք, թե աշխարհը ինչ արագ է փոխվում։ Մենք 2024 թվականին, երբ առաջի անգամ խոսացինք Ռևի հետ Firebird-ի հլենվաղ իհարկե անունն չկար, ընդհանրապես data center կառուցելու Հայաստանում, ես զբաղվելով Telecom-ով, իհարկե հենց ChatGPT-ին դուրս եկավ, արդեն կար այդ բումը, որ AI-ը շատ արագ տեմպեր է հավաքում, Nvidia-ն դրա մասին շատ ավելի շուտվանից գիտեր, 19 թվականին Ռևը պատմեց, ոնց են Հակոբ Արշակյանը, վարչապետը գնացել Nvidia, այդ ժամանակից ոնց որ կամ դրանից ավելի շուտ, 12 թվականից արդեն, բայց 19, 20, 21, երբ որ ChatGPT-ին դուրս եկավ, արդեն ոնց որ հիմնական օգտագործողները մենք որպես վերջնական օգտագործող հասկացանք, թե AI-ի հնարավորությունները ինչքան շատ է, ու այդ 24 թվականին հենց այդ խոսակցությունը մենք սկսեցինք, երբ որ data center, ես կոնկրետ սկսեցի data center-ի թեման Ռևի հետ քննարկել, այդ ժամանակ արդեն շատ մեծ պահանջարկ կար data center-ի, բայց անգամ այդ պահանջարկի շրջանակներում շատ դժվար էր համոզել մեծ ընկերությունների, քանի որ այդ հիմնական օգտագործողները մեծ ընկերություններն էին, որպեսզի հետաքրքրվեն Հայաստանով եւ պատմելով, որ Հայաստանում այսպես data center ենք ուզում սարքենք, չկարողացանք գտնել հաճախորդ, որը որ կկարողանար մեզ երաշխավորել գնում ու դրա հիման վրա մենք կարողանանք ֆինանսավորենք։ 24 թվականին, երբ որ խոսում էինք այդ data center-ի մասին, խոսքը սենց մեծ գումարի մասին չէր, խոսքը էլի մեծ գումարի մասին էր, 50 միլիոն դոլարի մասին էր մոտավորապես, 50-ից 60 միլիոն, սակայն չկարողացանք գտնել ընկերություն 24 թվականին, թե չէ հնարավոր էր այս ամեն ինչը սկսել նաև 24 թվականին։ ChatGPT-ի դուրս գալով հիմնական ChatGPT-ի ֆենոմենը, որ կարողանում էր պատասխանել մեր հարցերին, այսինքն հարցը տալի, ինքը նայում է ընդհանուր ինֆորմացիան եւ այդ large language model-ի միջոցով կարող էր հարցերին պատասխանել, ինչը իհարկե մեծ հետաքրքրություն, մեծ օգտագործում բերեց ու դրա հաշվին ոնց որ սկսեց զարգանալ շատ արագ AI էկոհամակարգը։ 25 թվականին, երբ արդեն Ռազմիկ Հովակիմյանին հանդիպեցի, Ռազմիկը շատ ավելի լինելով Սիլիկոնյան հովտում, նաև ունենալով շատ ավելի մեծ կապեր, քան ես IT համակարգում, ամերիկյան, նա կարացանք ոնց որ այդ երկուսը կպցնել մեր գիտելիքը, Ռևի հնարավորությունները մեզ տրամադրելու Nvidia-ի GPU-ները եւ Ռազմիկի Հովակիմյան կապերը, որպեսզի կարողանանք գտնել արդեն հաճախորդներ, նաեւ Nvidia-ն լինելով մեզ աջակից, ոնց որ այս ծրագիրը արդեն սկսվեց, հա, 25 թվականին հայտարարեցինք 6000 GPU-ի կառուցման մասին, դա հունիս ամիսն էր, եթե չեմ սխալվում, 25 թվականի ու դրանից հետո մինչև դեկտեմբեր արդեն սա պայմանագրային եւ մնացած ֆինանսական հարցերը վերջացնելով մենք հունվարին սկսեցինք հենց բուն data center-ի կառուցումը։ Ես ուզում եմ ասել, որ մենք առաջի փուլը 6000 GPU-ն հունիս ամսին արդեն գործարկելու ենք եւ 3 նաև հայտարարեցինք ԲՏԱ նախարարության հետ, կնքեցինք պայմանագիր 5 տարով 25 միլիոն դոլարի շրջանակում պետությունը նաև գնում է կատարելու Firebird-ից, որի ռեսուրսները նաև հասանելի է դառնալու հայկական թե ստարտափներին, թե համալսարաններին, ինչը կարծում եմ շատ մեծ եւ կարեւոր ներդրում է էկո համակարգում։
Դրանից բացի ես ինչ էի ուզում հիմնականում ասեի, որ այդ 6000 GPU-ն երբ որ հայտարարեցինք, դա մի տարի առաջ էր, հունիս ամիսը։ Կար բավականին մեծ իհարկե հետաքրքրություն GPU-ների մասով եւ այս 6000 GPU-ներից մոտ 3000-ը մենք ունեինք նախնական պայմանավորվածություն ում ենք վաճառելու եւ շատ երկար ես մտածում էի, բալա մյուս 3000-ը ում ենք վաճառելու, ոնց ենք կարողանալու գտնենք հաճախորդներ, խոսում էինք տարբեր ընկերությունների հետ, Ռազմիկի հետ էինք քննարկում, մեր մյուս գործընկերների հետ էինք քննարկում ու ես անընդհատ ասում էի, բերեք ով ինչ առաջարկ ասում է, շուտ ստորագրենք, փորձենք այս մնացած ոնց որ GPU-ների հատվածը վաճառենք, որ ֆինանսական ընկերությունը հանկարծ ինչ որ խնդրի առաջ չկանգնի, քանի որ գումարները շատ մեծ են, ու դա ես ձեզ ասում եմ մոտ մի 6 ամիս առաջվա խոսակցություն, հա, 5 ամիս առաջ, ասենք դեկտեմբեր ամսին, տենց շատ ինտուզիազմով ուզում էինք ինչքան հնարավոր արագ վաճառենք։ Այս GTC-ին, երբ որ գնացինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ 2 ամիս առաջ, հա, այնտեղ տեսանք շատ ընկերությունների, ունեցանք շատ հանդիպումներ ու մի բան հասկացանք, որ պետք չի ընդհանրապես շատ արագ վաճառել մեր GPU-ները, որովհետև այդ օգտագործման ծավալները, որի մասին Ռևը խոսում էր, ոնց որ մենք այդ առաջի ձեռքից դա սկսեցինք զգալ մեր մաշկի վրա։ Այսինքն եթե առաջ մտածում էինք ում վաճառենք GPU-ները 1000 GPU մեկին, չգիտեմ 1500 GPU մեկին, հիմա որ պատկերացնեք, այս 6000 GPU-ի կլաստերը, որ հունիսին միանալու է, հենց այսօր մենք մոտ 30000 GPU-ի ուզող ընկերություն ունենք, այսինքն մոտ 5 անգամ ավելի շատ դիմանդ կա, պահանջարկ, քան մեր ունեցած 6000 GPU-ն է։ Ու ընկերությունները այսօր մեզ խնդրում են, որ իրանց հատկացնենք այդ GPU-ները, ոչ թե մյուսին։ Ինչ որ մեկը ավել պայման է առաջարկում, այսինքն մենք հայտնվել ենք մի հատ իրավիճակի մեջ, որտեղ որ տենց մենք հիմա մեզ լավ ենք զգում ու որոշում ենք, այ իրան կարանք տանք, իրան չենք տա, սրանը լավ ընկերություն է, սրանը լավ ընկերություն չի։ Ու այս երկրորդ փուլը արդեն որ հայտարարեցինք 50000-ը, շուտով կհայտարարենք նաև ոնց որ դրա մեկնարկի մասին, ոնց Ռևը նշեց, Հայաստանը կդառնա աշխարհի 5 երկրների ցանկում մեծության տեսանկյունից GPU-ների հասանելիության, բայց ուզում եմ ասեմ, որ պատկերացնեք այսօր Հայաստանը ունենալով այդ expert license-ը աշխարհի ամենամեծ երկիրն է ծավալով, որ ունի նման քանակի լիցենզիա ստացած։ Կա Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք ստացել են expert license-ներ, հայտարարել են մեծ ծրագրերի մասին, բայց մինչ այսօր օրինակ ամեն ստացել է 42000 GPU-ի expert license։ Հայտարարել են շատ ավելի շատի մասին, բայց դեռ որ սկսել են ու հենց հիմա իրականացնում են, դա 42000 GPU-ն է։ Այսօր լիցենզիայով մենք աշխարհի առաջատար երկրների մեջ ենք ու մեր նպատակն է Firebird-ում համ այս երկրորդ փուլը իհարկե շուտով կհայտարարենք, բայց այդտեղ չկանգնելն է։ Մենք նաև ունենք պայմանավորվածություն, որ այս տարվա կեսերին, հունիս-հուլիս ամիսներին նաև մեծացնելու ենք այս 50000 GPU-ն եւ հայտարարելու ենք երրորդ փուլի մասին։ Հիմա կառավարության հետ շատ ծերտորեն աշխատում ենք էներգիայի վրա, որ ավելացնենք այս 50000-ը եւ սարքենք 60000 եւս GPU։ Այսինքն ընդհանուր Հայաստանը մեր նպատակն է, որ ունենա 110000 GPU-ի չափ համակարգային ռեսուրս։ Ինչով իհարկե շատ հպարտ ենք, շատ շնորհակալ ենք առաջինը Nvidia ընկերությանը, Ռևի գլխավորությամբ եւ նույնպես Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որ կարողացան նաեւ մեզ օգնել այս շատ դժվարին եւ շատ տենց ունիկալ ճանապարհում, որտեղ որ Հայաստանը կարողացավ ստանալ նման GPU-ներ, դա մենակ մեր խելքի բան չի, իհարկե, մենք մեզնով անհնար է դա կարողանայինք ստանանք, եթե չլիներ ԱՄՆ եւ Հայաստան նման փոխգործակցություն, նման միջավայր եւ նման
վստահություն այս դեպքում, էլի։ Դրա համար ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնեմ մեր բոլոր գործընկերներին, որ այսօր ունենք եւ առաջ են գնում։ Եվ շատ խոսակցություններ կա GPU-ների ընդհանրապես այս data center-ների կառուցման ծավալների մասին, մարդիկ ասում են այ գիգավատներով data center-ներ է կառուցվում ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ արդյոք կարող է այս տարվա վերջ կամ եկող տարի արդեն հագեցած լինի շուկան եւ GPU-ները շատ ավելի շատ լինեն, քան պահանջարկը։ Ինձ թվում է մենք այդ նույն կետում ենք, երբ որ 24 թվականին իմ դիտարկումը այնա, որ 24 թվականին երբ որ ChatGPT-ն դուրս եկավ, նույն խոսակցությունը այն ժամանակ կար, որ okay ChatGPT-ն է, դա օգտագործում է, չգիտեմ, այսքան հազարատ GPU, հիմա որ այսքան data center սարքվի, էլ որտեղ է պետք լինելու այդ data center-ները, սակայն մենք արդեն սենց այս ամիսների, այս 4 ամիսների ակսելերացիան, որ հաշվենք, թե ինչքան է շատանում օգտագործման տեղերը, սենց ձևակերպեմ, միայն թվային աշխարհում արդեն իսկ էքսպոնենցիալ է, Revit slide-ում ինձ թվում է բոլորը տեսանք OpenClaw-ի թողարկումից հետո ինչա տեղի ունեցել ծրագրավորման մենակ ոլորտում, դրանից բացի գալիս է physical AI-ը, որը որ նույնպես ոչ թե արդեն խոսակցություն է կամ թեորիա, այլ իրականություն է եւ երեք Agile Robots-ի մեր գործընկերների հետ զրուցելով մենք հասկացանք, որ ես հարց տվեցի մեր գործընկերներին, երբ եք տեսնում, որ Xiaopeng-ին, ով նաև գտնվում է մեր հետ այս սենյակում, խնդրում եմ նաև մի բան ասեմ, մեր գործընկերները նաև եկել են Հայաստան, որ օգնեն մեզ համալսարաններում բացենք ռոբոտատեխնիկայի լաբորատորիաները եւ ինչի համար ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ նաեւ ու չշեղվելով թեմայից խոսում էինք իրենց կարծիքով, իրենց ընկերությունը առաջատարներից է այդ ոլորտում, իրենց կարծիքով երբ որ մենք կտեսնենք արդեն ռոբոտներին ոչ թե միայն գործարաններում, այլ մեր կողքը կամ աշխատանք անելուց, ես սպասում էի անկեղծ ասեմ պատասխան 4 տարի, 3.5-4 տարի, բայց ստացա պատասխան, որ 2 տարուց արդեն իրանք տեսնում են, որ mass product ռոբոտները մենք տեսնելու ենք առօրյա կյանքում, ինչը նշանակում է, որ այդ մոդելները, որ պետք է լինելու այն էքսպոնենցիալ աճը, որ տեղի ունենում ծրագրային շուկայում, նույնը անգամ 10, անգամ 100, անգամ 1000 լինելու արդեն այն մյուս ուղղվածություններում։ Իրականում մենք ոչ թե խոսում ենք, այլ նաև զգում ենք, այսինքն եթե մի տարի առաջ խոսում ենք, որ AI-ը տրանսֆորմացնում է, աշխատանքը փոխում է, մարդկանց աշխատատեղերն են փոխվում, հիմա ես կարծում եմ այդ արդեն ուղղակի տեղի է ունենում ամեն օր ու ամեն օր այդ դրա արագությունը անգամ 10 է դառնում։ Դրա համար ամեն մեկս պետք է շատ ուշադիր լինենք, Հայաստանը ունի այո հնարավորություն, ի շնորհիվ Elevate AI-ի, ի շնորհիվ Firebird-ի մի ռեսուրսի հասանելիություն ունենալ, որի համար ես ձեզ վստահեցնում եմ աշխարհի այսօր ամենաթոփ ընկերությունները, որ առաջ անգամ ես չէի երազի իրանց հետ ինչ որ զրույց ունենամ կամ իրանց տնօրենը ես զանգեմ ինքը վերցնի, այսօր ստացվում է հակառակն, ոնց որ իրանք են մեզ դիմում, որ այդ գիգանտ ընկերությունները, որ մենք իրանց ինչ որ ռեսուրս տրամադրենք։ Գրեթե այսքանը, ես այսօր նաև ինձնից հետո Հարութը Մարտիրոսյան, մեր տեխնիկական տնօրենը կցուցադրի ձեզ մեր համակարգը cloud, որով որ բոլորդ կարաք օգտվեք հենց լանչից հետո, հիմա կարող եք գրանցվել այն ընկերությունները, ովքեր ուզում են համակարգչային ռեսուրսին ունենան հասանելություն, կարող են գրանցվել եւ հունիսից արդեն օգտագործել այդ cloud համակարգը։ Մենք փորձել ենք համակարգ ստեղծել ամբողջ ֆունկցիոնալությամբ չզիջող այսօրվա աշխարհում առաջատար նեոկլաուդ պրովայդերներին, ինչպիսիք են Nebius, Nscale, CoreWeave եւ տրամադրել նման ծառայություններ տեխնիկական տեսանկյունից, ինչը որ աշխարհի top նեոկլաուդ պրովայդերներն են։ Դա մեզ հնարավոր է դարել նաեւ իհարկե մեր թմի աշխատանքի շնորհիվ, բայց նաեւ հենց AI-ի շնորհիվ, այսինքն մենք եթե պետք է նման ծրագիր կամ նույն
Nebius կամ մյուս ընկերությունները ծախսել են 3 տարի շատ մեծ մարդկային ռեսուրս, հարյուրավոր ծրագրավորողներ, որպեսզի ստանան նման ֆունկցիոնալություն, ես ուզում եմ հպարտությամբ ասեմ, որ մենք վերջի, կարելի ասել 5-ից 6 ամսվա ընթացքում կարողացել ենք ստեղծել համակարգ, որը չի զիջում այն համակարգերը, որոնց վրա միլիոնավոր կամ հարյուրավոր միլիոն դոլարներ ա ծախսել մյուս մեր competitor ընկերությունները եւ շատ ավելի երկար ժամանակ։ Շնորհակալություն բոլորիդ։